Բայբուրդյան, արտակարգ եւ լիազոր դեսպան, Մասաչուսեթսի համալսարան, պարոն Բայբուրդյանը կմիանա առցանց, Նարեկ Սուքիասյան, Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամ եւ արտակայուն ՑՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Եվ քննարկումը կվարի Աննա Գևորգյանը, քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի փորձագետ։ Քննարկումները շատ ակտիվացել են, թե առհասարակ ինտեգրացիոն ծրագրերը ինչպիսի հիմքերով են իրագործվում։ Հաճախ երկփեղված մոտեցումներ կան, արդյոք արժեքային հիմքն է ավելի կարևոր, թե տնտեսական համագործակցությունը եւ անվտանգության հարցը դրանցից որ մեկի հետ է ավելի փոխկապակցված։ Ես կուզեմ այս թեմայից սկսենք, պարոն Ոսկանյան, եւ կուզեմ լսել ձեր կարծիքը։ Իսկապես ո՞րն է ավելի հեռանկարային որևէ երկրի համար, արժեքային հիմքով ինտեգրացիոն ընտրություններ կատարել, թե ամեն դեպքում հաշվի առնել աշխարհաքաղաքականություն, տնտեսական հնարավորություններ եւ հատկապես Հայաստանը այդ համատեքստում ինչպիսի ընտրություն է կատարել կամ պիտի կատարի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Աննա, հիմա լսվում է, չէ՞։ Հարցը ես չի ուզենա տեսականացնեմ։ Կոնկրետ գոյություն ունի Հայաստան, Հայաստանը ունի ինչ-որ այսպես հեռանկարներ կամ չունի ինչ-որ հեռանկարներ եւ երևի իմաստ ունի քննարկել, թե մենք ինչ հնարավորություն ունենք այդ ինտեգրացիոն ծրագրերին մասնակցելու։ Ես վախենում եմ, որ շատ պեսիմիստ Երևան, բայց տպավորությունս այն է, որ շատ մեծ հնարավորություններ մենք պարզապես չունենք։ Հիմա դրա համար ես կարծում եմ այդ մի քանի ուրեմն հնարավորությունները պետք է կարճ քննարկել, տեսնել թե ինչ կա ասպարեզում։ Ամենաակնհայտը այն եվրոպական ինտեգրումն է, որի մասին մենք բավական երկար խոսել ենք եւ խոսում ենք։ Որպեսզի ես պարզապես ապացուցեմ, որ ես եվրոպական այդ ինտեգրման դեմ ոչ միայն ոչինչ չունեմ, այլև դրա ջատագովն եմ եղել երկար տարիներ, մի հատ այսպիսի թուղթ եմ բերել։ Այս թուղթը ուրեմն բանն է, նամակի ուրեմն պատճենն է, որը գրվել է 1991 թվականի հոկտեմբերի 9-ին եւ ստորագրվել է առաջին նախագահի կողմից ուղղված Եվրոպայի խորհրդի անդամության համար։ Եթե դուք հիշում եք, որ մենք ստացել ենք այդ անկախությունը ուրեմն փաստորեն սեպտեմբերի 21-ին եւ արձանագրել ենք սեպտեմբերի 23-ին, դա նշանակում է, որ 16 օր հետո մենք հարց ենք դրել այն մասին, որ մենք եվրոպացի ենք, գնում ենք Եվրոպա։ Ես պատիվ եմ ունեցել գնալ այդ ուրեմն Ստրասբուրգում այդ թուղթը ներկայացնելու համար եւ ուրեմն մի քիչ զարմացա, երբ որ մարդիկ տեսան, որ մենք եկել ենք, ասում ենք ուզում ենք դառնանք Եվրոպայի խորհրդի անդամ, սկսեցին ասել, բայց ով ասեց, որ դուք եվրոպացի եք։ Դե մենք անակնկալի եկանք, բայց ո՞ս քրիստոնեություն բան եւ այլն, դե ասին ամբողջ Լատինական Ամերիկան քրիստոնյա է, դա չի նշանակում, որ եվրոպացի է։ 10 տարի տևեց այդ ամբողջ process-ը, մինչեւ որ Հայաստանը դառավ Եվրոպայի խորհրդի անդամ։ Երբ որ ես վերադարձա, մի հոդված գրեցի, որը կոչվում էր Արդյոք Հայաստանը Եվրոպա է։ Անցան մի քանի տարի, 2005 թվականին, երբ որ մեր հումանիտար ուրեմն հետազոտությունների հայկական կենտրոնը հրատարակում էր իր երկրորդ տարեգիրքը, որը նվիրված էր այդ ինտեգրացիոն process-ներին, ես շատ հետաքրքիր տարեգիրք էր, որտեղ ամբողջ այդ եվրոպական պահերը ուրեմն արձանագրված էին, ես այնուամենայնիվ խուսափեցի դրա անունը դնել Հայաստանի եվրոպական ինտեգրացիոն, որովհետև աչքս չէր ուտում, որ մենք ինտեգրվում ենք։ Դրա համար գերադասեցի անունը դնել Հայաստանը Եվրոպայի ճանապարհին։ Այսինքն գնում ենք, մի կհասնենք, թե չենք հասնի, չգիտեմ։ Անցավ եւս մի քանի տարի, 2008 թվականին ես հրատարակեցի մի հոդված, որտեղ կար մի պարագրաֆը կոչվում էր «Ուր ենք գնում, ուր չենք գնում», եւ այնտեղ ուրեմն պատասխանս հետեւյալն էր. չգիտեմ ուր ենք գնում, բայց Եվրոպա հաստատ չենք գնում։ Այսինքն խոսքը այն մասին էր, որ մեր երկրի զարգացումները առանձնապես բարենպաստ չէին եվրոպական ճանապարհով գնալու համար։ Այսօր ես վախենամ, որ այդ հնարավորությունները բոլորովին էլ չեն ավելացել։ Այն փոքրիկ խմբակը, որը մեզ փորձում է համոզել, որ իբր արդեն եվրոպական ինտեգրումը համարյա թե փաստ է, ես կարծում եմ ինչ որ այլ, այսպես ասած, խնդիրներ է լուծում։ Ես կարող եմ մի բան ասել, որ մենք բավականաչափ լավ պատկերացնում ենք ինչ է այսօրվա Եվրոպան։ Ես գոնե շատ այսպես սերտ կապերի մեջ եմ։ Ես շատ լավ տեսնում եմ, ինչպիսի ահռելի եւ ծայրահեղ դժվար խնդիրների առաջ են կանգնած իրենք եվրոպացիք, եւ պաշտպանության բնագավառում, եւ տնտեսական բնագավառում, եւ ներքին վերակառուցման բնագավառում, եւ հավատացնում եմ, դες իրենք ոչ միայն չեն մտածում եւ Հայաստանի ինտեգրման մասին, այլև ընդհանրապես վստահ չեմ, որ Հայաստանի տեղը գիտեն։
Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք 2017 թվականին ստորագրել ենք ՍԵՊԱ-ն, այդ հայտնի ուրեմն պայմանագիրը Եվրոպական միության հետ աշխատակցելու, եւ ես բոլորովին վստահ չեմ, որ մենք այստեղ մեծ ուրեմն հաջողություններ ենք ունեցել։ Նույնիսկ ՍԵՊԱ-ի մակարդակով էլ չեմ խոսում Եվրոպական միության անդամության մակարդակով։ Դուք գիտեք, որ այսօրվա օրով ուրեմն եվրոպական երկրներ գնալու համար եւ վիզա ստանալու համար մենք պետք է սպասենք 8 ամիս։ Արձանագրում եմ 8 ամիս դուք պետք է սպասեք, որպեսզի ձեզ թույլ տան, որ դուք մտնեք դեսպանություն եւ այնտեղ դիմեք վիզայի համար։ Մեկ շաբաթով Եվրոպա գնալու։ Հիմա եկեք ձևեր չթափենք, էլի թե մենք Եվրոպա ենք գնում։ Ես բերել էի այստեղ, բայց հիմա չեմ ուզում կարդամ, ժամանակը շատ չէ։ Նիչեն մի փայլուն այսպես բան ունի, ձևակերպում ունի, նա ասում է, որ մենք քրիստոնեությունից ասում է սովորել ենք, որպեսզի ինքներս մեր առջև ազնիվ լինենք, որպեսզի ինքներս մտածենք մեր իրավիճակը միջև վերջ, եւ դրանով է, որ մենք լավ եւ բարի եվրոպացի ենք եւ Եվրոպայի ինքնահաղթահարման այդ ավանդույթի կրողները։ Հիմա մենք որպես բարի եւ լավ եվրոպացիներ, ես ինձ այդպեսին եմ համարում, պետք է արձանագրենք, որ մենք Եվրոպա չենք։ Այնտեղ շանս չկա։ Մյուս շանսը ուրեմն Ռուսաստանն է։ Ես չգիտեմ, Նարեկը կարծեմ պիտի դրա մասին ավելի մանրամասն խոսի, ես երկար չեմ խոսի, ուղղակի ասեմ, որ ես այստեղ էլ չեմ տեսնում առանձնապես շանս, որտեղ Ռուսաստանն էլ չի տեսնում այնպիսի մի, այսպես մեզ չի առաջարկում այնպիսի հնարավորություն, որ մենք գնանք այնտեղ ինտեգրացիոն process-ների։ Հա, մենք ունենք տնտեսական մեծ շահեր եւ այլն, բայց էս է։ Հիմա ինչ մենք պետք է ընտրենք։ Եթե վաղը մյուս օրը Ռուսաստանը որոշի, որ ինքը վերադառնալու է, ինքը մեզ չի արցնի, թե մենք ուզում ենք իր հետ ինտեգրվել, թե չէ։ Եթե Ռուսաստանը պարզվի, որ չի վերադառնալու, այդ դեպքում ինչի մասին ենք խոսում։ Դրա համար այս հեռանկարը ես նույնպես շատ չեմ տեսնում։ Միակ վերջին հեռանկարը մնում է այսպես կոչված ռեգիոնալ ինտեգրումը, դա նշանակում է Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Իրան եւ այլն։ Այստեղ էլ շատ մեծ դժվարություններ կան, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ գտնվում ենք թշնամական միջավայրում։ Դե գիտեն, այստեղ շատերը դիվանագետ են, այդպիսի մի լավ աբրևիատուրա կա, չէ՞, ուրեմն CBM, Confidence Building Measures։ Հիմա այդ Confidence Building Measures-ը, որ պիտի երկու կողմից թշնամի ժողովուրդները պետք է ինչ-որ ջանք գործադրեն, որ ցույց տան, որ վստահություն ունեն մեկը մյուսի նկատմամբ, Հայաստանը իրեն կոտորելով դա ցույց է տալիս, Ադրբեջանը հակառակ։ Ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ ինքը պատրաստ չի որևէ առաջընթացի, որ ինքը համարում է, որ պետք է խեղճացնի ձեզ միջև վերջ։ Սա մոտավորապես այն կեցվածքն է, որը, ասենք, արևմտյան երկրները ունեցել են առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի նկատմամբ։ Թե վերջում ինչ դուրս եկավ, բոլորս գիտենք։ Իրենք էլ հետո խելքները գլուխ հավաքեցին երկրորդ պատերազմից հետո, երբ որ առաջարկեցին Մարշալի պլան, ինտեգրում եւ այլն, բայց այսօր էլ մենք շանս չենք տեսնում։ Սա է այն պատկերը, որ մենք ունենք։ Դրա համար ես չգիտեմ, ես երևի ժամանակ արդեն չունեմ։ Միայն ասեմ ուրեմն մի բան, որ ինչ է պետք անել այս պարագաներում, մաքսիմալ աշխատել բոլոր կողմերի հետ։ Մենք ուրիշ որևէ եղանակ չունենք։ Մաքսիմալ գործնական ձևով աշխատել բոլոր կողմերի հետ։ Եվ Ռուսաստանի, եւ արևմտյան երկրների, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Իրանի, Հնդկաստանի եւ այլն մաքսիմալ համագործակցել բոլորի հետ, միջև որ հասկացվի, թե մենք ինչ կարող ենք անել։ Այստեղ մի թեմա էլ կա, որ ես անպայման ուզում եմ խոսել, բայց գուցե երկրորդ հարցի ժամանակ դա այն է, որովհետև Աննան ասել էր, որ այդ հարցն էլ կարևոր է, թե ինչ կարող է անել մեր համալսարանը այստեղ, դրա մասին երևի հետո խոսենք։ Անպայման կանդրադառնանք նաև դրան, շատ շնորհակալություն, կարևոր ձեր խոսքի համար, որ մղում է նաև, ինչպես նշեցիք, քրիստոնեաբար ազնիվ լինել, եւ եթե քրիստոնեաբար ազնիվ ենք լինում, երբեմն ես ասում եմ, որ այն գործընթացները, որ տեղ են ունենում Եվրոպա գնալու ճանապարհին, հաճախ ոչ այնքան Հայաստանը Եվրոպա տանելու մասն են, որքան Եվրոպան Հայաստանի ներքաղաքական քննարկումներ բերելու մասին, եւ գուցե այդ տեսանկյունից վատ չի, որ քննարկում ենք եւ հնարավորությունները եւ մարտահրավերները, բայց գալով իրական աշխարհ եւ իրական կյանք, մեր ինտեգրացիոն հնարավորությունները Ռուսաստանի կողմից ստեղծված եւ նրա առաջնորդությամբ տարբեր ծրագրերում, կուզեմ դրան անդրադառնանք, պարոն Սուքիասյան, ձեր միջոցով, հապկում մեր անդամությունը սառեցված է, ԵԱՏՄ-ում հարաբերությունները կարծես սառն են, բայց ընդհանուր եւ մթնոլորտն է թեժ, եւ զարգացումներն են թեժ, կբացատրեք ինչ է նշանակում այս բոլորը։
Շատ դժվար է պարոն Ոսկանյանից հետո փորձել որևէ հետաքրքիր կամ տպավորող բան ասել, բայց դրա համար կփորձեմ ավելի չոր ու ցամաք պատասխանել երևի այդ հարցին։ Կարծում եմ այն ինչը մենք տեսնում ենք ոչ միայն Հայաստանի տարբերվող անդամակցության ֆորմատով այդ կառույցներում, բայց ամբողջ աշխարհում թե նույն Եվրոպական միությունում, թե այլ միջազգային ինստիտուտներում Հայաստանի դեպքը խոսուն է, որովհետև դա պարզապես մի օրինակներից է միջազգային լիբերալ ինստիտուցիոնալ կարգի ճգնաժամի, այս կարգը այն խաղի կանոններն էր, որոնք ստեղծվեցին երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որպեսզի թե դասեր քաղելով համաշխարհային պատերազմի փորձից, բայց նաև փորձելով բազմակողմ ինստիտուտների միջոցով եւ խաղի կանոններ հաստատելով կանխել նման եւս մի զարգացում։ Կա մի երևի թե լիրիկական, բայց երևի թե ինչ-որ ճշմարտություն էլ ունի, որ նոր պատերազմներ սկսում են, երբ որ պատերազմ տեսած սերունդը վերանում է, հա, նաև սրա պարագայում սրա լավ օրինակ էր ապագաղտնիացված քննարկումները Պոլիտբյուրոյի, երբ քննարկվում էր Սովետական միության մուտքը Աֆղանստան, այդ քննարկումներում Պոլիտբյուրոյի անդամ զինվորականները, մարշալներ, որոնք անցել էին համաշխարհայինով, իրենք դեմ էին սովետական ինտերվենցիային, իսկ քաղաքական գործիչները ավելի երիտասարդ, որոնք չեն տեսել պատերազմը, նրանք էին ջատագովները։ Հիմա կարծես թե սա էլ է լիբերալ ինստիտուցիոնալ համակարգի ճգնաժամի ուղիներից մեկը, որ աղբյուրներից մեկը երևի թե որ կարծես թե այն հսկայական մարդկային տառապանքը, որ պատերազմները բերել են, կարծես թե չափազանց հեռու են թվում եւ նրանց վտանգը եւ արժեքը, որ այս ինստիտուտները ստեղծել են կանխելու նման պատերազմներ, կարծես թե մաշվում է։ Բայց գալով Հայաստանին, որը պարզապես մի օրինակներից է այս ինստիտուտների ինտեգրացիոն կառույցների քայքայման, եթե անվանենք Հայաստանին օրինակ այս կառույցներում ինչ-որ պարազիտ կամ ապա կառուցողական, հա, ինստիտուցիոնալ այս կոնսենսուսի տեսանկյունից, ապա մենք նման ապակառուցողականների կարող ենք տեսնել բազմաթիվ ինստիտուտներում, լինի Հունգարիան Եվրոպական միությունում, լինի Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ում անգամ իսկ եթե մի քիչ ծայրահեղացնենք, հա, բայց սա խոսում է մի բանի մասին, որ այն ենթադրությունը, որ զուտ ինտեգրացիայի միջոցով հնարավոր է հասնել շահերի այնպիսի մոտարկման, որ ազգային շահը, որը համարվում էր պատերազմների պատճառը, հա, կարող է մաշվել, երկրորդայնացվել եւ այլն, տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում։ Այսինքն ինչպես Հունգարիան է ըստ իր պատկերացման հետապնդում իր ազգային շահը Եվրոպական միությունում կամ ՆԱՏՕ-ում, նույն ձև Հայաստանը։ Բայց եթե չգնանք անգամ ծայրահեղ դեպքերի, նույնը կարող ենք խոսել անգամ Ռուսաստանի մասին։ Ռուսաստանը կռվում է պատերազմ, եւ Ռուսաստանը առաջնորդում է ռազմական փոխադարձ կոլեկտիվ պաշտպանության բլոկ, բայց այդ բլոկը որևէ կերպ բարեբախտաբար ներգրաված չէ այդ պատերազմի մեջ, ոչ էլ կա ակտիվ ակնկալիք ներգրավված լինելու։ Իսկ ով է ներգրաված? Հյուսիսային Կորեան։ Ու այստեղ գալիս ենք այն պատկերին, որ ինստիտուտները, որոնք բնականաբար ունեն ինքնապահպանման բնազդ, այսինքն ստեղծվել է ուրեմն պետք է շարունակի լինել, անգամ եթե իր իմաստը այն կորցրել է կամ ֆունկցիոնալ դեր չի կատարում, օրինակ հապկի դեպքում, ինքը մնում է, բայց պետությունները արդեն իրենց շահերի սպասարկումը փորձում են գտնել այդ կառույցներից դուրս։ Ու Հայաստանը պարզապես այդ դեպքերից է ու այդ մնացուկների շարունակումն է, չեմ համաձայնվի այդքան էլ այն պնդման հետ, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությունը սառն է, իհարկե ավելի տաք է, քան հապկում, բայց կարծում եմ, որ լավ էլ բավականին տաք է հենց այդ քաղաքականությունը վարողների տեսանկյունից, որովհետև ոչ միայն չի քննարկվում անգամ իսկ այդ կառույցից դուրս գալը նախարարների մակարդակով որպես արձագանք դա ասվում է բազմիցս, բայց նաև կան զգալի օգուտներ, որոնցից չպլանավորված, չնախատեսած, մեզանից չկախված, հա, օգուտներ, որոնցից օգտվում է Հայաստանը այսօր, ու կարծես թե չկա, ոչ միայն չկա այդ օգուտներից հրաժարվելու ցանկություն, այլ նաև Հայաստանը ջատագովներից է այդ կառույցներում մի շարք ինտեգրացիոն ուղղությունների խորացման, ինչպես օրինակ էներգետիկ ընդհանուր տարածքի ստեղծումն է եւ այլն, այսինքն
այն հարցերը, որոնք կարող են շահավետ լինել Հայաստանին, եթե աշխարհագրությունը չի փոխվում եւ Հայաստանը ֆիզիկապես ոչ միտեղ չի գնում այստեղից, որը կարծես թե դերևս ֆիզիկայի օրենքներով հնարավոր չէ։ Նաեւ կուզենայի պարոն Ոսկանյանի խոսքը շարունակել Ռուսաստանի ինչ-որ տեղ գնալուն, եթե ոչ ֆիզիկապես գոնե մետաֆորիկ, ես մի քիչ համաձայն չեմ այն բանի հետ, որ Ռուսաստանը որևէ տեղ գնացել է, որովհետև եթե տարածաշրջանից հարավային Կովկասից եթե նախկինում աշխատանքի մեթոդները եթե ավելի կոշտ կոպիտ ֆիզիկական են եղել եւ ֆիզիկական ներկայությունը ինչ որ ավելի մեծ կարեւորություն է ունեցել, ապա կարծում եմ որ Ռուսաստանում փոխվում են մոտեցումները եւ ավելի, այսպես ասած, խելացի մեթոդներով են արվում, որոնք շատ հեռավար ձևերով եւ այլ մեթոդներով կարելի է իրականացնել, օրինակ նայելով Վրաստանին։ Այն ամենը ինչ տեղի ունենում ենթադրաբար այն ժամանակաշրջանում, երբ Ռուսաստանը տարածաշրջանում չէր, բնավ չի խոսում Վրաստանի չեն կարող դա նման հետևություն անել նայելով Վրաստանի օրինակին։ Ու կարծում եմ, այս տեղավորվում է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության փոփոխության այն պարադիգմայի մեջ, որ ինչքան էլ արտաքինից ամեն ինչ գաղափարախոսական է, արժեքային է եւ այլն, բայց սա կարծում եմ միայն երեսն է իրերի, իսկ իրականում Ռուսաստանը փոխում է իր քաղաքականություն բոլոր ուղղություններով ավելի տրանզակցիոնալ պարադիգմայի, այսինքն անկախ նրանից իշխանությունը մերոնցական է, մերոնցական չի, արժեքները այսպիսին են, թե այնպիսին, ինչ կառույցում ես կամ կառույցում չես, եթե հնարավոր է ինչ-որ համագործակցության եզրեր գտնել փոխադարձ շահերը սպասարկելու համար, ապա նրանք կարծես թե դա պատրաստ են անել ավելի պրագմատիկ ձևերով եւ դրա համար եթե կարելի է անել դա ինչ-որ ինտեգրացիոն մեծ գրանձիոզ կառույցներում, որտեղ նաև կշեշտվի Ռուսաստանի ունիկալ դերը միջազգային հարաբերություններում եւ նոր աշխարհակարգում, շատ լավ, բայց եթե չէ, նաև տրանզակցիոն պրագմատիկ ձևերով նրանք հետապնդում են դա անել։ Շնորհակալություն շատ, պարոն Սուքիասյան։ Մեր երկու բանախոսներն էլ իրենց խոսքում անդրադարձ կատարեցին աշխարհագրությանը, բայց ի հեճուկս աշխարհագրությանն ու ի հեճուկս քարտեզին Հայաստանը փորձում է ուղիներ փնտրել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի հետ որոշակի հարաբերություններ ունենալու։ Մեր բանախոսներից պարոն Բայբուրդյանը որպես դիվանագետ Հայաստանը եւ Հնդկաստանում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայացնելու փորձառություն ունի, հարուստ փորձառություն, եւ ես կուզեի պարոն Բայբուրդյան ձեզ հարցնել այդ հարաբերությունների ներկա մակարդակը հաշվի առնելով կարող ենք ասել, որ Հայաստանը ձգտում է նաեւ այդ երկրների հետ որոշակի ինտեգրացիոն հեռանկար ունենալ ու նաեւ ժողովրդավարների ակումբ ասվածը շարունակում է լինել այժմեական ու արդեական եւ դրա անդամ լինելու հեռանկար Հայաստանը ունի, թե հատկապես Թրամփի նախագահության այս ժամանակաշրջանում այդ տեսակ մոտեցումների մասին այլևս ժամանակավրեպ է խոսել։ Շնորհակալ եմ շատ Աննա ջան եւ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի ֆորումը կազմակերպելու համար ԵՊ շրջանավարտների իհարկե բացառիկ երևույթ է եւ պատիվ է ինձ համար մասնակցելու ֆորումին։ Գիտեք, ուզում եմ հարցին պատասխանել, ձեր հարցերին պատասխանել հենց աշխարհագրական գործոնով։ Չմոռանանք, որ Հայաստանը աշխարհագրական առումով գտնվում է Եվրոպայում, պաշտոնապես։ Երբ որ 1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ, այդ ժամանակ որոշվեց, որ Հայաստանը Եվրոպայում է գտնվում, ուղղակի որոշում էր դա, միջազգային հանրության ՄԱԿ-ի որոշում էր, մինչ այդ Հայաստանը համարվում էր, որ գտնվում է Ասիայում, Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում եւ 92 թվականից մենք պաշտոնապես գտնվում ենք Եվրոպայում եւ Հայաստանը մտավ գլխավոր ասամբլեայի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արևելաեվրոպական երկրների խումբ։ Հիմա տեսեք, դրանից հետո ուրեմն իհարկե ժամանակ անցավ, իհարկե պարոն Ոսկանյանը ճիշտ է, որ տարիներ տևեցին, որ Եվրոպայի
խորհրդում Հայաստանը իր տեղը զբաղեցնի, բայց բոլոր դեպքերում աշխարհագրական գործոնը միշտ կարևոր է։ Միշտ ինչ նյութի մասին էլ խոսենք, այն կարևոր է։ Հիմա գալով մեր տարածաշրջանին, մեր տարածաշրջանը Հարավային Կովկասը աշխարհագրական առումով համարվում է տարածաշրջան, բայց միևնույն ժամանակ տարածաշրջանային ինքնություն չունի, որովհետև տարածաշրջանային ինքնություն ունենում են տարածաշրջանները, որոնք ընդհանուր անվտանգության, արտաքին քաղաքականության եւ այլ նպատակներ են հետապնդում։ Մեր պարագայում այդպես չէ, մեր պարագայում ուրեմն երկրները տարբեր շահեր են հետապնդում անվտանգության, արտաքին քաղաքականության եւ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործոնները այլ ձևով են ընկալվում, այնպես որ նաեւ հարց է ծագում, իսկ այդ բոլորից ելնելով ինչ հնարավորություններ ունի Հայաստանը եւ ինտեգրացիոն գործընթացները ինչպես են ձևավորվում եւ այսինքն մենք կարող ենք քննարկել, մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել, բայց ինտեգրացիոն process-ները իրենց տրամաբանություն ունեն եւ տրամաբանությունը այն է, որ ինտեգրացիոն process-ները բխում են ազգային շահերից, երկրի ազգային շահերից, իսկ որոնք են աղբյուրները կամ աղբյուրը ազգային շահերի։ Հիմնականում երկու աղբյուր կա, սա աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական գործոններն են առաջին հերթին եւ երկրորդը դա կառավարության մոտեցումները տվյալ շրջանի, որևէ շրջանի, որի մասին խոսում ենք, կառավարության մոտեցումները։ Դա նշանակում է, որ ազգային շահերը փոփոխվում են, կան մնայուն գործոններ, բայց նաև կան փոփոխվող գործոններ եւ այդպես է ձևավորվում ընդհանուր ազգային շահը, որը պետք է անպայման դիտարկենք, երբ որ խոսում ենք ինտեգրացիոն գործընթացների մասին։ Հիմա Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի հետ հարաբերությունների մասին ես կխոսեմ, բայց նաև ուզում եմ անդրադառնալ Եվրամիության հետ եւ մեր ինտեգրացիոն գործընթացին եւ խոսել նաև այդ հեռանկարի մասին։ Ես պատիվ եմ ունեցել լինելու Եվրոպական միության հետ առաջին գլխավոր բանակցող եւ այն ժամանակ 2005 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շուրջ էին բանակցությունները եւ երբ ընդունվեցին գործողությունների ծրագիրը 25 թվականի մարտին, դրանից հետո պաշտոնապես բանակցությունները մեկնարկեցին 2005 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակվանից ինչի եմ անդրադառնում այդ շրջանին, որովհետև այդ ժամանակ իդեմս Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանին մատուցվեց, ինչպես նաև ընդհանուր 6 արևելաեվրոպական երկրների եւ 10 հարավային երկրների, հարավային ասելով Եվրոպական հարևանության քաղաքականության համատեքստում նկատի ունեն Իսրայել եւ Սիրիա, ուրեմն եւ ուրեմն գիտական, տնտեսական ինտեգրացիայի, ոչ միայն համագործակցության, եւ համագործակցության եւ ինտեգրացիայի, եւ վերջացրած, ասենք, օրենսդրության մոտակման։ Հիմա, ուրեմն պայմանները ինտեգրացիայի փոփոխվում են։ Փոփոխվում են բավականին արագ։ Եվ այդ փոփոխությունները մենք պետք է գնահատենք, թե ինչ հնարավորություններ կա, եւ Հայաստանը, որը որպես Արևելյան Եվրոպայի երկիր 2009 թվականին դարձավ արևելյան ուրեմն գործընկերության մաս 6 երկրների համար ավելի մեծ հնարավորություններ եղան ինտեգրացիայի համար եւ Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ մեկտեղ Սև ծովի միջոցով որպես հարևան Եվրամիության Սև ծովը ոչ թե բաժանարարից համարվեց, այլ միացնող Ուրեմն ինչ դիրք ուներ։ Մեկ կողմից ուրեմն 3 երկրներ, որոնք ինտեգրացիոն գործընթացում են Եվրամիության հետ, տարբեր աստիճանների, շատ տարբեր, բայց միևնույն ժամանակ արևմուտքում էլ Թուրքիան, որը Եվրամիության
ուրեմն տեխնացու երկիր է, բայց միևնույն ժամանակ համարվում է, որ ասիական մասը Թուրքիայի դա Ասիա է, եվրոպականը Եվրոպա, ուրեմն Հայաստանը դեպի արևմուտք սահմանակից է ասիական երկրի եւ ոչ թե ամբողջությամբ եվրոպական, թեև Եվրոպայի Եվրամիության տեխնացու է, ուրեմն այդ պայմանները, որ աշխարհաքաղաքական կային, փոփոխվեցին։ Ներկայումս ուրեմն բնականաբար Թուրքիայի անդամությունը ինչ որ առումով սառեցված է, Վրաստանը տարբեր քաղաքականություն է վարում, ինչպես նաև Ադրբեջանը, սա նշանակում է, որ աշխարհագրական տերմին օգտագործելով դեպի ծով ելք չունեցող երկիր Հայաստանը, բնականաբար պետք է հաշվի առնի այդ գործոնները, արևելյան գործընկերությունը ԵՄ-ի մնում է, բնականաբար ուժի մեջ է, գործում է, բայց մենք գործ ունենք տարբեր իրավիճակի հետ, որը պետք է հաշվի առնենք նաև մեր ազգային շահերից բխող հանգամանքների լույսի ներքո։ Հիմա, բայց աշխարհը փոխվում է, մենք հիմա գտնվում ենք եւ գալիս եմ Ամերիկայի դերին այդ գործընթացում, ուրեմն նոր աշխարհակարգի ձևավորման փուլում։ Տասնամյակ է արդեն կամ տասնամյակներ խոսում ենք նոր աշխարհակարգի ձևավորման մասին, բայց այժմ մենք իրականապես մտել ենք մի փուլ, որը ուրեմն պայմանավորված է ընդհանուր գործոններով, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների փոփոխված քաղաքականությամբ, որ ուրեմն ձևավորում է այս նոր աշխարհակարգը։ Հայաստանի համար ինչ հնարավորություններ կան, եւ խոսելով Միացյալ Նահանգների եւ Հնդկաստանի, պետք է ասեմ, որ նախ երկու երկրների հարաբերություններն էլ Հայաստանի համար բարեբեր են։ Երկու երկրներն էլ ամբողջ ընթացքում անկախ Հայաստանի ուրեմն հարաբերությունների ձևավորման եւ զարգացման նպաստել են հայոց պետականության ամրապնդման, անվարան կարող ենք ասել, եւ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը եւ կայունացող գործոն են ներկայացնել։ Եվ Միացյալ Նահանգները որպես երկիր իրենք շահագրգռված են, որ շատ շահագրգռված են, սա չափազանց կարևոր գործոն է, որ ուժերի բալանսը հարավային Կովկասում պահպանվի։ Եվ Հայաստան օգտվում է այդ ուժերի բալանսի, ուժերի համադրության ուրեմն գործոնից։ Եվ Միացյալ Նահանգները նաև շահագրգռված են, որ Հայաստանը ներգրավվի ուրեմն տարածաշրջանային համագործակցության մեջ եւ երբեք չմնա մեկուսացված։ Սա Ամերիկայի բնական շահն է, ընդհանուր այսպես ձևակերպված։ Հնդկաստանի մասին խոսելով, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները շատ են զարգացել եւ ես լինելով առաջին դեսպանը Հնդկաստանում եւ ամբողջ այդ զարգացումը եւ էվոլյուցիան տեսնելով կարող եմ ասել, որ այստեղ նաեւ կարեւոր երկու հանգամանք կա, որ ուզում եմ շեշտել առանց խորամուխ լինելու մնացյալ բոլոր ուրեմն գործոնների մեջ։ Առաջին գործոնը այն է, որ ինքը Հնդկաստանը, որը անցումային փուլում է տարածաշրջանային տերության կարգավիճակից դեպի համաշխարհային տերության եւ 5-րդ տնտեսությունից աշխարհի իր համախառն ներքին արդյունքով վերածվեց 4-րդ եւ անցավ Ճապոնիային, այս տարի նաեւ սպասվում է 4.9 տրիլիոն ուրեմն GDP ներքին համախառն արդյունք Հնդկաստանի, սա նշանակում է, որ Հնդկաստանը շատ արագ ավարտում է իր անցումը դեպի համաշխարհային տերություն, ինչը նաև բխում է այն փաստից, որ հանգամանքից, որ Հնդկաստանը ավելի մեծ ներգրավվածություն է դրսևորելու տարբեր տարածաշրջաններում, ոչ միայն իր անմիջական շահերի տարածաշրջանում, ինչպես ասենք Կենտրոնական Ասիան է եւ այլն։ Եվ վերջին գործոնը, որ ուզում եմ շեշտել եւ ժամանակը շատ կարճ է, գիտեմ, վերջին գործոնն էլ այն է, որ ուրեմն Հնդկաստանի հետ, որ մենք ունենք բազմապիսի հարաբերություններ, ներառյալ ռազմական, քաղաքական, բայց նաեւ պետք է ավելի խորացնենք, ավելի զարգացնենք, որովհետեւ երբ որ ինչպես անտառը, երբ որ մի տեսակ ծառերից է բաղկացած, շատ դյուրին ենթարկվում է հրդեհների, բայց երբ որ բազմատեսակ ծառերից է բաղկացած, շատ կայուն է, ինչ որ առումով չասեմ հրակայուն, բայց կայուն է։ Նույնը ուրեմն
հարաբերություններին է վերաբերում, մենք խնդիր ունենք խորացնելու, զարգացնելու հարաբերությունները մշտապես Հնդկաստանի հետ եւ այդ երկու երկրների գործոնները մեզ համար միշտ դրական ներազդեցություն կունենան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, պարոն Բայբուրդյան։ Մեր այս քննարկման ընթացքում աշխարհագրությանը տարբեր դիտանկյուններից մոտենալու համատեքստում չեմ կարողանում ինձ զսպել եւ չհիշել սիրածս հղումներից մեկը ամերիկացի պատմաբան Կապլանից, որ ասում էր ամեն ինչ աշխարհագրության մասին է, մինչեւ որ սկսում է դառնալ Շեքսպիրի մասին, հաշվի առնելով անհատական, հասարակական ու պետական դրամաների ազդեցությունը նաեւ աշխարհագրության ընկալման վրա։ Տարբեր համաշխարհային դրամաների համատեքստում նաև միջազգային կազմակերպությունների հարցն է շատ բարդացել, պարոն Այունց, հատկապես կարծես ճգնաժամի մեջ լինեն եւ ճգնաժամ գոյություն ունի նաև վստահության մակարդակում միջազգային կազմակերպությունների հանդեպ։ 20 թվականի պատերազմից ու 23 թվականի էթնիկ զտումից հետո Արցախի հայաստանյան հասարակությունը առավել եւս այդ ճգնաժամը զգում է վստահության պակասը միջազգային կազմակերպությունների հանդեպ։ Դուք որպես միջազգային ամենակարևոր կազմակերպության աշխատակից, ՄԱԿ-ի աշխատակից, ինչպես է գնահատում Հայաստանի հնարավորությունները շարունակելու իր հարաբերությունները այն բոլոր միջազգային կազմակերպությունների հետ, որի անդամ է կամ ունի համագործակցության որոշակի ձևաչափեր։ Եվ մի խնդրանք էլ, քանի որ երկրորդ շրջանով պիտի խնդրեմ, որ ԵՊՀ-ի դերին նաև անդրադառնանք բոլոր այն խնդիրների լուծման համատեքստում, որ նշելու եք, կխնդրեմ դուք անմիջապես նաև դրան անդրադառնաք եւ այս անգամ ձեզնից սկսենք շղթան։ Շնորհակալություն։ Լավ, շնորհակալություն։ Ինձ համար էլ է մեծ պատիվ այսօր այստեղ գտնվել։ Շատ ուրախացա, երբ որ sense հնարավորություն ընձեռվեց եւ վերադարձա Երևանի պետական համալսարան։ Ես ոնց հասկացա, հիմա ես պետք է Շեքսպիրից խոսամ, այլ ոչ թե աշխարհագրությունից։ Պիեսները կարող եք դուք ընտրել։ Չէ, ավելի լավ սոնատի պիեսներ կան։ Ինչևից է, նախ Աննան ինձ ներկայացրեց, բնականաբար ես աշխատում եմ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում, բայց նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Եվ քանի որ հարցադրումը կապված էր միջազգային կազմակերպությունների դերի, փոփոխող դերի, ճգնաժամի եւ հայ հասարակությունում որոշակի դժգոհությունների կամ քննադատության տարբեր միջազգային կազմակերպություններով, այս պարզապես պետք է մի պարզ ճշմարտություն եւս մեկ անգամ կրկնել, ընդհանրապես վերջին ժամանակներում սա շատ է կրկնվում, որ մենք պետք է հույսը մեր վրա դնենք եւ մեր հաշվի առնենք աշխարհագրությունը, որտեղ որ մենք բնակվում ենք, որովհետեւ միջազգային կազմակերպությունների դերը եւ նշանակությունը դեռևս մնում է որոշակիորեն բարձր, բայց երբ որ հարցը վերաբերում է անվտանգությանը կամ խաղաղության հարցերին, այդ ժամանակ մենք արդեն տեսնում ենք փոփոխվող աշխարհակարգում, որի մասին նույնպես նոր հղում արվեց, որ պետությունները պետք է ավելի շատ դնեն հույսներ իրենց վրա եւ փորձեն միևնույն ժամանակ օգտվեն եւ օգտագործեն այն հնարավորությունները, որոնք ընձեռում են տարբեր կառույցներ, կազմակերպություններ, տարածաշրջանային թե միջազգային։ Անշուշտ ՄԱԿ-ը կարևորագույն կազմակերպություններից մեկն է եւ առաքելությունը ՄԱԿ-ի հենց կոնֆլիկտների կանխարգելումն էր եւ խաղաղության ամրապնդումը համաշխարհային մակարդակով։ Անցյալով ասեցիք։ Այստեղ ներկա գտնվողները շատ լավ երևի դա գիտեն, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորվեց ՄԱԿ-ը եւ ընդամենը մի նկատառում անեմ, որ այդ ժամանակ 51 պետություն էր կազմում ՄԱԿ-ի անդամ պետությունները 51-ն էին, այսօր արդեն 193 երկիր կա պետություններ, ճանաչված պետություններ, կան նաեւ չճանաչված պետություններ կամ այլ կարգավիճակ ունեցող պետություններ ՄԱԿ-ում, մասնավորապես Պաղեստինը օրինակ, բայց ասածս նաեւ որ 80 տարի է արդեն անցել 80 համարյա 80 տարի եւ երկրների քանակը քառապատկվել է, մոտավորապես քառապատկվել է եւ վերջին տասնամյակներում եւ մասնավորապես Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած ծառացած կոնֆլիկտները հենց նաեւ վկայություն են այն բանի, որ ազգերը կամ խմբերը մարդկանց դեռևս շարունակում են համարել պետությունը իրենց ինքնության կարևորագույն ձևավորման եւ դրսեւորման մի միջոց, գործիք եւ հետեւաբար կազմում են պետություններ եւ փորձում են իրենց շահը այդքանով բավարարել։ Հիմա մեր տարածաշրջանում էլ բնականաբար մենք ականատես եղանք բազմաթիվ կոնֆլիկտների
90-ականներից ի վեր եւ ցավոք սրտի առաջվեցինք նաեւ վերջին տարիներին Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցին եւ բնականորեն կար այն քննադատությունը եւ կարծիքը, որ միջազգային կառույցները կամ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ՄԱԿ-ը, որը միտված էր հենց կոնֆլիկտների կանխարգելմանը կամ խաղաղության հաստատմանը, ամրապնդմանը, կայուն խաղաղության, արդար խաղաղության հաստատմանը, չկարողացավ ձեռնամուխ լինել կամ կիրառել այն գործիքակազմը, որը նրան տրված էր, եւ սա ամենակարևոր հարցն առաջ գալիս, ում կողմից էր տրված այդ գործիքակազմը եւ դեռևս շարունակում է մնալ տրված, դա հենց ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից տրված գործիքակազմն է, այսինքն մի կողմից ՄԱԿ-ը դա միջազգային կազմակերպություն է, բայց պետք է չմոռանանք, որ ՄԱԿ-ը նաեւ անդամ պետություններից բաղկացած կազմակերպություն է եւ պետությունների եւ մասնավորապես անդամ պետությունների ՄԱԿ-ի անդամ պետությունների դիրքորոշումը մոտեցումները թելադրում են ՄԱԿ-ի գործունեությունը։ Եվ ՄԱԿ-ում կա կարևորագույն անվտանգությանը միտված կարևորագույն մի օղակ, անվտանգության խորհուրդը, որտեղ կան մշտական եւ ոչ մշտական անդամներ, եւ մասնավորապես մշտական անդամները թելադրում են խաղի կանոնները։ Եվ այսօր փոփոխվող աշխարհակարգում, որտեղ այդ 5 մշտական անդամները, որոնք ունեն վետո իրավունք, ունեն տարբեր շահեր եւ հակադիր շահեր, հաճախ ոչ միայն տարբեր, շատ դժվար է գալ համաձայնության կամ կոնսենսուսի որևէ աշխարհում այստեղ կամ այս կամ այն վայրում ցակած որևէ խնդրի, կոնֆլիկտի կամ պատերազմի շուրջ։ Եվ հետեւաբար այդ քննադատությունը, որ կա, որ արդարացիորեն կա մեր հասարակությունի բազմաթիվ այլ վայրերում աշխարհում, դա պետք է միտված լինի, ուղղված լինի ավելի շատ դեպի ներս, որպեսզի մենք հասկանանք ինչպես կարող ենք մենք ավելի արդյունավետ անդամ դառնալ ՄԱԿ-ի կամ ինչպես ՄԱԿ-ը լինելով ՄԱԿ-ի անդամ կարող է ավելի արդյունավետ իրականացնել իր առաքելությունը։ Այդ առումով էլ վերջին տարիներին բազմաթիվ քննարկումներ, մոտեցումներ կան, թե ինչպես վերափոխել ՄԱԿ-ը եւ մասնավորապես անվտանգության խորհուրդը, որովհետեւ կրկնում եմ, սա շատ կարևոր է պատերազմների կանխման, կոնֆլիկտների կանխման, խաղաղության հաստատման գործում անկյունաքարային դեր ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Ոչ թե գլխավոր ասամբլեան, ոչ թե սեկրետարիատը, ոչ թե արդարադատության միջազգային դատարանը, այլ հենց անվտանգության խորհուրդը, որտեղ ներկա երկրների շահերը խիստ հակադիր են այսօր։ Եվ դրա համար ակնկալել, որ ՄԱԿ-ը կարող է որևէ խաղաղարարական գործունեություն ծավալի մեր տարածաշրջանում մասնավորապես, ինչի եմ ասում մասնավորապես, որովհետև պատմականորեն նաև մեր տարածաշրջանում մեր կոնֆլիկտի, Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ավելի շատ հիմնական գործունեությունը միջնորդական կատարում էր ԵԱՀԿ-ն, որին տրված էր նաև ՄԱԿ-ի մանդատը բնականաբար, բայց ՄԱԿ-ը երբեք այդքան ակտիվ չի եղել կոնֆլիկտների կանխարգելման, խաղաղության հաստատման գործընթացներում կամ խաղաղապահ զորքերի առումով եւ այլն եւ այլն։ Այնպես որ այդ ռեֆորմը, որի մասին խոսում են ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, շատ բուռն քննարկումների փուլում է այսօր էլ, կան տարբեր կարծիքներ, ինչպես ավելի ներկայացուցչական դարձնել անվտանգության խորհուրդը, մասնավորապես ես արդեն ասացի 51 երկրների եւ 193 երկրներ եւ որոշ տարածաշրջաններ ընդհանրապես բացակայում են, ներկա չեն Աֆրիկյան մայրցամաքը, Լատինական Ամերիկան եւ հետեւաբար կան տարբեր, ես ընդամենը 1-2 մոտեցում ասեմ ինչպես է հնարավոր բարելավման, ինչ առաջարկներ են այսօր քննարկվում, մի առաջարկներից մեկն է օրինակ որ Աֆրիկան ունենա 2 մշտական անդամի կարգավիճակ անվտանգության խորհրդում եւ եւս 5-ը ոչ մշտական անդամների շրջանում, կամ մեկ այլ մոտեցում, որ տարածաշրջանային տնտեսապես բավական կայուն եւ առաջատար երկրները համալրեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական կազմը, օրինակ ասենք Գերմանիան, Ճապոնիան, Հնդկաստանը կամ Բրազիլիան տարբեր մայրցամաքներից կարծիք կա, որ պետք է ընդհանրապես ուղղակի ամեն մայրցամաքից եւս 1-2 երկիր ավելացնել եւ դրանով ավելի ներկայացուցչական դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, բայց այստեղ առաջանում են հաջորդող հարցերը, որ ունենալով 5 մշտական անդամ արդեն իսկ դժվար է հասնել համաձայնության պատերազմների դեպքում, հա, կամ կոնֆլիկտների կանխարգելման դեպքում, եթե լինեն 9-10 եւ ավելի, հնարավոր է էլ ավելի բարդանա գործընթացը։ Ռեֆորմի կարևոր մեկ այլ խնդիրներից է նաև վետո իրավունքի վերացումը, որ եթե հարցը վերաբերում է, ասենք, ցեղասպանությունների կանխարգելմանը կամ էթնիկ զտումների խնդրին, ապա այդ դեպքում երկրները պետք է իրավունք չունենան վետո կիրառեն, որովհետև մեկ երկրի վետոն կարող է ընդհանրապես խնդրահարույց լինել, եւ ոչ միայն խնդրահարույց, այլ նաև
խմբերի կամ ժողովուրդների ճակատագրի վրա մեծ ազդեցություն ունենալ։ Այսինքն քննարկումները տարբեր եւ վերջապես վերջին դրվագը այս ռեֆորմի հետ կապված, որպեսզի այս ռեֆորմը իրականանա, պետք է անվտանգության այսօր անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համաձայնությունը եւ կարծում եմ նաեւ հասկանալի է, որ այդ երկրները հակված չեն, մենք գիտենք նաեւ, որ նրանք հակված չեն, որպեսզի ընդլայնվի իրենց ակումբը, էլիտար ակումբը։ Այո։ Այո։ Հետևաբար քննարկումները լավ է, որ ընթանում են եւ Հայաստանն էլ այս կամ այն չափով բնականաբար մասնակից է լինում, լինելով ՄԱԿ-ի անդամ երկիր, բայց ապագան դեռևս մշուշոտ է այդ հարցում։ Սա ինչ վերաբերում էր այն քննադատությանը եւ հիասթափությանը, որ մեր հասարակությունում եւ տարբեր վայրերում, որտեղ կան բռնի կոնֆլիկտներ, մարդկանց մոտ առաջանում է, բայց միևնույն ժամանակ նաեւ ես ուզում եմ անպայման անդրադառնալ նաեւ այլ կառույցի, տվյալ դեպքում Եվրոպական միության մասին այստեղ շատ խոսք գնաց, պարոն Բայբուրդյանն էլ նշեց, որ բացի աշխարհագրական դիրքից, աշխարհաքաղաքական, տնտեսական հարցեր շատ կարևոր է նաեւ կառավարությունների կամքը կամ տվյալ դեպքում իշխանության դիրքորոշումը, կարծում եմ այսօր մեր կառավարությունը բավական հիմնավոր մոտեցում է ցուցաբերում Եվրոպական միությանը միանալու համար, այլ հարց է թե արդյոք պատրաստ է Եվրոպական միությունը Հայաստանը ընդունել, արդյոք մենք կատարել ենք մեր տնային աշխատանքը մտնելու համար, բայց կարևորագույն առաջին կարևոր քայլը, հիմքը եւ նաեւ օրենքի տեսքով այն ընդունվեց, դրված է եւ մնացածը արդեն կախված է աշխարհքաղաքական, աշխարհատնտեսական եւ մի շարք այլ հարցերից, որոնք ցավոք սրտի դեռևս մեզ շրջապատում են եւ ունենալով փակ սահմաններ, հա, Եվրոպական միության անդամ դառնալու այդ հերանեկարը կամ չունենալ հարևաններ, որոնք արդեն իսկ Եվրոպական միության անդամ են, ավելի եւս մեկ խնդիր է, խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել։ Եվ վերջում երևի վերջին հարցադրումը ինչ կարող է անել ԵՊՀ-ն, ԵՊՀ-ի շրջանավարտները կամ ուսանողությունը, եւ կարծում եմ այստեղ գաղտնիք չի, դա կրթությունն է եւ կրթության որակի բարելավումը։ Բարեբախտաբար վերջին տարիներին ես միայն տեսնում եմ բարելավում իմ ուղակի շփումներում, հանդիպումներում ԵՊՀ-ում կրթության որակի եւ նաեւ ուսանողների հետ շփումներում, նրանց հետ քննարկումներում տարբեր, որ առիթ է լինում մասնակցելու եւ կարծում եմ դեռևս որոշակի ժամանակ է տևի, բայց կրթության վրա շեշտը դնելը եւ կրթության բարեփոխումները, որը նաեւ արդեն իսկ իրականում է մեր երկրում եւ ոչ միայն ԵՊՀ-ում, դրանք շատ լավ տեղ կտանի մեր հասարակությանը եւ երբ որ ասում եմ կրթություն, սա մենակ բուհական կրթությունը չի, այլ տարական կրթությունից սկսած եւ գիտելիքի, ոչ միայն կրթության, այլ նաեւ գիտելիքի կուտակման, Հայաստանի աշխարհագրության, Հայաստանի հերանեկարների քաղաքական զարգացման հերանեկարների մասին կրթությունն է, որովհետեւ դժբախտաբար վերջերս 1-2 օր առաջ ականատես եղանք դպրոցներից մեկում մի իրավիճակի, որը ուղղակի իհարկե մենք գիտենք, որ խնդիրներ կան, բայց տեսնելով, քո աչքով տեսնելով, թե ինչ խնդիրների կարող է բախվի ուսուցիչը կամ համակարգը այն միջավայրում, որտեղ մեր հարևանները ընկալվում են որպես թշնամի եւ շեշտը դրվում է հարևանների հետ հարաբերությունները չունենալու կամ հարևանների հետ հարաբերություններում այս կամ այն դրվագը միայն առաջ տանելու հետ, ապա սա կարծում եմ կայուն զարգացման լավ հիմքեր չի ստեղծի մեր համար եւ հետեւաբար մենք պետքա կրթությունը ամենատարրական տարիքից, տարրական մակարդակից մինչեւ արդեն բուհական եւ հետբուհական, որպեսզի կարողանանք մենք հասկանալ, թե ուր ենք գնում եւ ճանապարհի որ հատվածում ենք, ինչպես նշեց պարոն Ոսկանյանը։ Շնորհակալություն շատ, պարոն Այոնց։ Հարգելի գործընկերներ, ես անկեղծ ասած ուզում եմ շարունակել մնալ քրիստոնեաբար արդար եւ չզրկել մեր դահլիճին հարցերի հնարավորությունից, բայց քանի որ ԵՊՀ-ի դերին անդրադառնալու եք, մի խնդրանք, տեսնենք հարցեր կան թե ոչ, հարցերին անդրադառնալիս անդրադարձեք նաեւ խնդրում եմ ԵՊՀ-ի խնդրի դերին։ Ունենք հարցեր դահլիճում։ Համեցեք։ Կա այդտեղ բարձրախոս։ Հա։
Բարև ձեզ, նախ ներկայանամ Մարտիրոսյան Ժորան, միջազգային հարաբերությունների քաղաքացիական բաժնի 4-րդ կուրսի ուսանող։ Հարցս ցանկանում եմ մղել պարոն Ոսկանյանին։ Պարոն Ոսկանյան, նախ շնորհակալություն ձեր բանախոսության համար։ Դուք խոսեցիք ԵՄ-ին անդամակցելու մասին ձեր բանախոսության մեջ։ Ցանկանում եմ իմանալ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի արտաքին եւ ներքին սպառնալիքների մասին եւ արդյոք Հայաստանը, տնտեսությունը եւ հասարակությունը պատրաստ է արդյոք ԵՄ-ին անդամակցելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես արդեն ասացի, որ ես մեծ հեռանկար չեմ տեսնում։ Անկեղծ ասած, ես ինքս որպես դեսպան 6 տարի առնվազն անց եմ կացրել եվրոպական ամենակենտրոնական երկրներում, 2 տարի Վիեննայում եւ 4 տարի Գերմանիայում, մի քանի տարբեր երկրներով աշխատելով եւ բավականաչափ ծանոթ եմ իրենց ընթացքներին։ Այս պահին խնդիրը այն չէ, որ մեզ դրանից վտանգներ են սպառնում։ Խնդիրն այն է, որ ոչ մենք առանձնապես ջանք են գործադրում այդ ուղղությամբ գնալու։ Այստեղ ասաց պարոն Այունցը, որ կառավարությունը ինչ-ինչ քայլեր է արել, ես դա չեմ տեսնում, որովհետև Եվրոպական միության ներկայացուցիչները մեզ ասացին, որ չնայած որ այդ բանը եղել է, այդ ուրեմն օրենքը ընդունվել է, բայց ոչ ոք չի դիմել Եվրոպական միությանը, թե մենք ուզում ենք ձեր անդամը դառնալ։ Եվ ճիշտ են արել, որ չեն դիմել, որովհետև դիմելու համար պետք է հիմքեր ունենալ։ Այսինքն այստեղ ես մեծ process-ներ չեմ տեսնում, երկու ստեկ չեմ տեսնում։ Դրա համար Եվրոպական միության մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է մենք խոսենք ինքներս մեր մասին, եւ ես ուրախ եմ, որ համարյա բոլորս համաձայն ենք, որ նախ եւ առաջ պետք է կենտրոնանանք ինքներս մեր ինքնազարգացման, մեր հնարավորությունների մաքսիմալ մոբիլիզացման եւ տարբեր երկրների հետ մաքսիմալ աշխատանքի վրա, որովհետեւ եվրոպացիք նախ եւ առաջ կոնկրետ ժողովուրդ են։ Իրենք հենց առաջի հերթին շատ գործնական ժողովուրդ են, իրենք վերացական դատողություններ չեն սիրում։ Հիմա այս վերջերս սկսել են սիրել, բայց դա երևի մի քիչ սխալ Եվրոպա է, էլի։ Ինչ վերաբերում է, ահա այստեղից ինչ է բխում Երևանի պետական համալսարանի համար, ինձ համար սա շատ կարևոր թեմա է, ես ուզում եմ սա արձանագրել։ Տեսեք, եթե մենք ասում ենք, որ մենք պետք է մաքսիմալ մոբիլիզացնենք մեր հնարավորությունները, ապա դա նշանակում է, որ Երևանի պետական համալսարանը եւս մաքսիմալ ջանք պետք է գործադրի իր ոչ միայն ասենք ուսանողներին, այլև աշխատակիցներին հնարավորություն տալով պեղել, հասկանալ, ուրեմն թե ինչ է կատարվում Հայաստանում։ Մենք պետք է մաքսիմալ պատկերացում ունենանք այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեր հասարակությունը, ինչ սոցիալական խմբեր կան այնտեղ, ինչ շերտեր կան այնտեղ, ինչ շահեր են իրենք արտահայտում, ինչ է մեզանից ուրեմն ինչ է ներկայացնում մեր շրջապատը։ Սա շատ կոնկրետ հարցեր են, որտեղ չի կարելի ուրեմն լոզունգներով աշխատել։ Ինչու եմ ես այս հարցը հիմա շեշտում։ Որովհետև տեսեք, մենք ունենք սովորություն երկու ձևով այդ խնդիրներին մոտենալու։ Մեկը, այսպես ես պայմանական եմ ասում, ճակերտավոր ազգային ազատագրական մոտեցումն է, երբ որ ուրեմն մեր հումանիտար ոլորտում բոլորը այսպես հայրենասիրական ելույթներ են ունենում եւ ուրեմն գրում են հոդվածներ, աշխատանքներ, որոնք հիմնականում ուրեմն այսպես վերացական են եւ պրակտիկ հարցերին չեն անդրադառնում։ Բայց հիմա կա մի ուրիշ վտանգ, եւ այդ մյուս վտանգն եմ ես ուզում ասել։ Հիմա մենք ուզում ենք դարձնել գիտական այս ամենը եւ ահա մաքսիմալ ուշադրություն ենք դարձնում միջազգային այդ ոլորտներում եղած համակարգներին, Scopus-ը, The World of Science-ը եւ այլն, այնտեղ ուրեմն անդամագրվելու, այնտեղ հոդված ուղարկելու եւ այլն եւ այլն։ Սա մի կողմից ճիշտ է, հասկանալի է, չի կարելի կապը կտրի ուրեմն միջազգային այդ ուրեմն կառույցների հետ, բայց մյուս կողմից մենք ստանում ենք մի իրավիճակ, երբ որ գործնականում հնարավոր չէ, ես ուղղակի դա արձանագրում եմ, հնարավոր չէ զբաղվել հայկական իրողությունների անկեղծ եւ հետեւողական հետազոտությամբ եւ համարվել գիտնական։ Որովհետեւ այն ինչ որ դուք կանեք, դուք կուղարկեք այնտեղ, իրանք չեն տպի, կասեն դա մեզ համար հետաքրքիր չի։ Այ եթե դու Հայաստանը համեմատեիր Վենեսուելայի հետ, Վենեսուելայից բացի մի հատ էլ օրինակ բերեիր Ուրուգվայից, այդ բոլորը համադրեիր, մենք կասեինք, որ դա կարող է ստպել։ Եթե չէ, այն էլ անգլերեն իհարկե։ Այսինքն մենք անում ենք աշխատանք, որը հայտնի չի թե ուր է գնում։ Իսկ այն աշխատանքը, որը մենք կարող ենք անել մեր երկրում հասկանալու համար, թե ինչ է մեզ հետ կատարվում, հայտարարում ենք, որ սա գիտություն չի, որովհետև դու քարի հոդված ես տպես Scopus-ում։ Հիմա տեսեք, ես վերջերս մտա ուրեմն նայեցի այդ ցանցերում ինչ է կատարվում։ Այսօր կան ահռելի քանակությամբ կազմակերպություններ, որոնք որ պարզապես առաջարկում են 800 եվրո է, 600 եվրո է, փողը տալիս ես, մենք ու փոխարեն հոդվածը գրում ենք, անգլերեն թարգմանում ենք, մի հատ native speaker-ին էլ տալիս ենք, որ ճշտի, մի հատ էլ ռեցենզենտ ենք գտնում, որ ասում է լավ հոդված է, գտնում ենք ժուրնալը, ժուրնալում տպում ենք, եւ դու ասում ես, որ ես տեսեք Scopus-ում հոդված ունեմ տպած։
Հիմա ես ոչ մի կերպ կասկածի տակ չեմ դնում այդ process-ը, դա պետք է շարունակվի, բայց ես կարծում եմ առնվազն գոնե մի 1-2 հոդված այդ նույն Երևանի պետական համալսարանը պետք է ունենա, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հետազոտեն այն ինչ է կատարվում Հայաստանում, խորհուրդներ տան, թե ինչպես է պետք շարժվել, որ ուղղությամբ է պետք գնալ եւ միևնույն ժամանակ կներեք համարվեն գիտնական։ Սա ես կարծում եմ շատ հրատապ խնդիր եւ կուզենայի, որ դրա մասին մենք առաջիկայում էլ խոսենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ կարևոր խնդրի անդրադարձակ նաև այդ Սկոպոսյան ողջ դրամայի հետ կապված, շատ կարևոր ձեր նշած խնդրին զուգահեռ, որքանով գիտեմ, աշխատանքներ են տարվում նաև հայաստանյան Սկոպոսյան ամսագրեր ունենալու ուղղությամբ, որպեսզի այդ ձեր նշած Հայաստանին հետաքրքիր եւ անհրաժեշտ հետազոտությունները կարողանանք տպել նաև ամսագրերում, որոնք հայաստանացին են, բայց նաև Սկոպոսի անդամ եւ այդ տեսանկյունից մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանը բավականին լավ հաջողություն ունեցավ, ամսագրերից մեկը, ճիշտ է դեռևս միայն թարգմանության թեմատիկայով եւ ռոմանագերմանական ֆակուլտետի ջանքերով դարձավ Սկոպոսի անդամ ամսագիր եւ ես կարծում եմ, որ պիտի ջանքեր ներդնենք, որպեսզի բոլոր մյուս ուղղություններով նույնպես այդպիսի ամսագրեր ունենանք։ Շատ ներողություն Աննա, ես շատ ուշադիր հետևում եմ այդ ամսագրին, որևէ վատ բան չեմ ուզում ասել, բայց ես այնտեղ թվարկած հեղինակներից հայաստանյան հեղինակ չգտա։ Այսինքն մենք հրատարակում ենք Երևանի պետական համալսարանում անգլիալեզու ամսագիր, որտեղ տպում ենք արտասահմանի գիտնականների հոդվածները, լավ ենք անում, ես ինչ։ Դե կարծում եմ դա առաջին համարի մասին է միայն խոսքը, օտարերկրյա գիտնականները օգնում են ասպարեզ դուրս գալ, իսկ հետո նաև հայաստանյան մասնագետները կունենան հնարավորություն տպագրվելու։ Ես փորձում եմ ավելի լավատես դիրքից հանդես գալ, հուսով եմ, որ կունենանք այդպիսի նաև այլ ամսագրեր։ Պարոն Սուքիասյան, դուք էլ եթե դեմ չեք, անդրադարձեք այն խնդրին, թե պետական համալսարանը ինչ կարող է անել եւ հատկապես ձեր ոլորտի հետ կապված մենք խոսեցինք, որ իրականում ինտեգրացիոն ծրագրերը մեծամասամբ կապված են Ռուսաստանի հետ, բայց դեռևս մենք ունենք լուրջ խնդիր այդ ոլորտում մասնագետներ ունենալու, դուք որպես եզակիներից մեկը, անդրադարձեք, թե ինչ կարելի է անել այդ բացը լրացնելու։ Ես մի քանի առաջարկություններ նշել եմ, կներեք, որ եթե չափազանց կենցաղային թվան, բայց կարծում եմ առիթը օգտագործելով, որ համալսարանի մի շարք որոշում կայացնողներ սենյակում են, ես ինձ դա թույլ կտամ։ Նախ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության հետ կապված կարծում եմ, որ այս գերատեսչությունների հետ կապը ավելի բովանդակային ու օրգանական պետք է դառնա, բացի կադրեր ապահովելուց, այլ նաև պետք է, եթե անգամ այդ գերատեսչությունները չափազանց դանդաղ են կամ ալարում են կամ տարատեսակ դժվարությունների պատճառով չեն ներգրավում, պետք է իրենց հետևից գնալ, պահանջելու, հասկանալու, թե իրենք ինչ են ուզում, որպեսզի թե կերտական ծրագրերը, թե գիտական աշխատանքը ծառայի իրենց նպատակներին, օրինակ, ու այստեղ շատ ինչ-որ ֆենոմենալ նոր մեխանիզմ հորինել պետք չի, կան շատ երկրներ, որոնց արտաքին գործերի նախարարությունը հանրային հրապարակում է այն թեզերի, այն թեմաների շարքը, որով խրախուսում է առնվազն մագիստրոսական կամ արդեն տեխնացուական աշխատանքները այդ թեմաներով անել, իրենք էլ գիտակցելով դրա անհրաժեշտությունը։ Կարծում եմ նման մի պատվեր արտգործնախարարությունից, անվտանգության խորհրդից, կառավարությունից, վարչապետի աշխատակազմից կարծում եմ անհնար չի լինի կազմել, որը կարծում եմ նաև ուսանողների համար հետաքրքիր կլինի, որովհետև ուսանողն էլ կարող է մտածել, եթե պետությունը ունի նման բանի կարիք, եթե սա անեմ, կարող է նաև պահանջված մասնագետ լինեմ աշխատաշուկայում։ Մյուսը եվրոպական ինտեգրման հետ կապված, ինչպես պարոն Ոսկանյանը ասաց, ՍԵՊԱ-ն, որը 21 թվականին ուժի մեջ է մտել ամբողջությամբ, դեռևս հսկայական թերակատարման ճգնաժամի մեջ է, եթե չեմ սխալվում, մոտ 70%-ը դեռևս, թե 70%-ն էր կատարվել, թե 70%-ն չէր կատարվել։ Մի խոսքով, մեծ մասը զգալի մաս կա, որ դեռևս չի կատարվել, բայց դրանից բացի եվրոպական ուղղությամբ, նաև վիզաների ազատականացման ուղղությամբ քննարկումները, թե ինչու արագ չի գնում, շատ հաճախ հանգում են նրան, որ
չունենք մարդկային ռեսուրսներ, չունենք կարողություններ, կարողունակություններ դա անելու։ Այսինքն կարելի է կատարել ինչ-որ դիագնոստիկ աշխատանք հասկանալու այն ինտեգրացիոն ուղղությունները, որոնք առաջնահերթություն են մեր համար, ինչ մարդկային ռեսուրսներ են եւ ինչ գիտական աշխատանք են կաղում եւ թիրախավորված տանել աշխատանքի այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ ցանկացած ինտեգրացիա ու ցանկացած եվրոպականացում առաջին հերթին սկսում է մարդկանց մեջ արժեքների մակարդակով, մինչև մարդիկ չճանաչեն դա ինչը չեն կարող դրան տրվել, հա, կամ ինտեգրվել ու այստեղ համալսարանը ունի մի հսկայական ռեսուրս լուծում, դա միջազգային շարժունակություն ծրագրերն են, բայց այստեղ կարծում եմ կան որոշ խնդիրներ, որոնք հենց այստեղ է, որ որոշում կայացնողներին կոչ խնդրանք ունեմ, շատ ուսանողներ, հատկապես լավագույն ուսանողները ամեն կուրսի, ինձ առնվազն հանդիպել են, որ խուսափում են օգտվել այս հնարավորություններից, լավ համալսարանում, շատ լավ համալսարաններում, որոնց հետ մենք համագործակցություն ունենք, կրթություն ստանալու 1 սեմեստր, որովհետև համալսարանը շատ հաճախ խնդիրներ է ստեղծում վերադարձի ժամանակ կրեդիտները ճանաչելու։ Այսինքն ուսանողը վերադառնում է, ասում են քո այս անցած առարկան չի համապատասխանում քո կուրսացիների անցածին, քննություն տուր մի շաբաթում 6 առարկայից, շնորհակալություն, հա, ոնց որ համաձայն ուսանողներ կան, չի ընդունում, իսկ այս ուսանողները կամ անվճարի խնդիր ունեն կամ գերազանցության խնդիր ունեն, ասում են ավելի լավ է ես իմ գնահատականը ռիսկի տակ չդնեմ, քան գնամ հետո կամ ինձ ասեն մի շաբաթում մի քանի քննություն տու կամ մի քննություն, թեկուզ եւ ես եվրոպական այլ երկրներում սովորած լինելով իմ համալսարանում երբ որ ես էի օգտվում այս հնարավորություններից ֆորմալ առումով ընդհանրապես իրար չհամապատասխանող դասերը ընդունող ֆակուլտետը ընդունում էր զուտ ուսանողների համար խնդիրներ չստեղծելու համար ամփոփում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Ես որպես առաջարկ երևի ֆորումի կազմակերպիչներին պիտի խնդրենք առաջարկենք, որ հաջորդ անգամ նման հետաքրքիր բանախոսներով քննարկումները 1 ժամով չսահմանափակվեն։ Ես ստիպված եմ ուղղակի ձեզ ընդհատել։ Պարոն Բայբուրդյան, դուք կուզեմ այս հարցին նույնպես անդրադառնաք, հատկապես որ վերջերս ստեղծվել է նաև ԵՊՀ շրջանավարտների եւ Ամերիկայում բնակվող շրջանավարտների հիմնադրամը, որ պիտի նաև աջակցի ԵՊՀ-ի զարգացման գործերին, կուզեմ նաև այս հարցերին անդրադառնալով, բայց կարճ, քանի որ ժամանակը մեր սուղ է, խոսեք նրա մասին, թե ինչ կարող է անել ԵՊՀ-ն բարձրացված խնդիրների լուծման համար։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ ԵՊՀ-ն միշտ համարել եմ եւ համարում եմ Հայաստանի մարդկային ռեսուրսների դարբնոցը, բայց ուզում եմ սևեռվել մի խնդրի վրա միայն այս պարագայում եւ հետո անցնեմ հիմնադրամի գործունեությանը։ Խնդիրը այն է, որ քանի որ խոսում ենք արտաքին քաղաքականությունից, անվտանգությունից, տնտեսական գործոններից, ինտեգրացիայից, ԵՊՀ-ն այստեղ շատ կարևոր դեր ունի։ Ներուժը ունենալով բայց ԵՊՀ-ի շրջանավարտները իսկապես պետք է բարձրանան մի մակարդակի, այդ խնդիրը մենք ունենք այս մրցողունակությանը դիմանալու, հաղթելու պայմաններում բարձրանա մի մակարդակի, որ կարողանա պատշաճ ձևով վերլուծություն տրամադրել, նույնիսկ կանխատեսման սցենարներ, վերլուծություն զարգացումների վերաբերյալ։ Շատ կարևոր է, որովհետև հաճախ գործընթացները եւ երկրների շահերը չեն հասկացվում իր ամբողջ խորությամբ։ Դա ԵՊՀ-ի շրջանավարտները պետք է կարողանան հաղթահարել, պետք է կարողանան մի այնպիսի մակարդակի բարձրանալ, որ ամբողջ երկրի առաջընթացը կարողանան առաջընթացին օգտակար լինել։ Օրինակ բերեմ, նաև հետեւյալն եմ ուզում ասեմ, քանի որ ուրեմն խոսեցինք նոր աշխարհակարգի մասին, ես շատ լավատես եմ եւ հորետեսական այն բոլոր տրամադրությունները, որ կան, որ աշխարհակարգը բացասական բազմաթիվ հետևանքներ է բերում, չեմ կիսում, հակառակը։ Գտնում եմ, որ օրինակ ներկայումս Թրամփի վարչակազմի գործունեությունը, օրինակ քայլերը, քաղաքականությունը, օրինակ Իրանի հետ խնդիրների լուծումը, Իրանը, որը
մեզ համար Հայաստանի չափազանց կարևոր է, մեզ համար կենսական նշանակություն ունի։ Ռուսաստանի հետ, ԱՄՆ Ռուսաստան երկխոսությունը եւ խնդիրների լուծումը, ուրեմն հարաբերությունների մեղմացումը, զարգացումը մեզ համար կենսական նշանակություն եւ քանի որ խոսում ենք ինտեգրացիայից, այս բոլոր զարգացումները մեզ համար նոր հնարավորություններ են բացելու, որովհետեւ իրականությունը այն է, որ որևէ ինտեգրացիոն գործընթաց մեկ ուղղությամբ չի կարող փոխարինել այլ ուղղություններով ինտեգրացիան։ Հայաստանը մեծապես շահում է Եվրասիական տնտեսական միության հետ իր համագործակցությունից։ Հայաստանը շահում է Եվրամիության հետ իր համագործակցությունից, Միացյալ Նահանգների հետ, այն գործընկերների Հնդկաստանի, Իրանի, այն գործընկերների, որոնք մեզ համար կարևոր են, եւ լավատեսությունը նրանում է, որ փոխվելու է աշխարհը դեպի բարենպաստ պայմաններ եւ այդ ինտեգրացիան, որ այսօր ինտեգրացիան ոչ թե մեկ ուղղությամբ, այլ ինտեգրացիան այսօր մեկ ուղղությամբ հնարավոր չի եւ ինչպես ասեցի, ոչ էլ հնարավոր է փոխարինել մեկը մյուսով, բայց վաղը մյուս օր գործնականում, ոչ թե տեսականում բացվելու են նոր հնարավորություններ եւ ես ուզում եմ, որ ցանկանում եմ, որ մեր ԵՊՀ շրջանավարտները լինեն ուղի հարթողը այս գործընթացում։ Ուրեմն Միացյալ Նահանգներում անցյալ տարի հուլիսին ստեղծվել է Լոս Անջելեսում ավելի շուտ կոնկրետ ստեղծվել է ուրեմն Երևանի Պետական Համալսարանի բարեկամների հիմնադրամ, որը ես պատիվ ունեմ նախագահելու հոգաբարձուների խորհուրդը, ուրեմն նպատակը այն է, որ ուրեմն մենք ոչ միայն շրջանավարտների իմի բերել, որպեսզի նպաստեն Երևանի Պետական Համալսարանին, դա առաջնային խնդիրն է, բայց նաև ստեղծել մի ցանց, ամբողջական ցանց շրջանավարտների կապված Երևանի Պետական Համալսարանի հետ, որոնք ուրեմն այսպես զարգ կտան համալսարանի զարգացմանը բոլոր ուղղություններով։ Սա է խնդիրը, քանի որ մեր ժամանակը սուղ է, այստեղ կանգ առնեմ, բայց Շնորհակալություն շատ։ մնում է ԵՊՀ, շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, պարոն Բայբուրդյան։ Պարոն Այունց, ամեն դեպքում, եթե լավատեսական հավելումներ ունեք, ձեզ եւս մեկ անգամ ձայն տամ, շատ կարճ։ Լավատեսությունն իհարկե միշտ ունենք բնականաբար, բայց կարծում եմ, որ լավատես եմ այն առումով, որ այսպիսի քննարկումներն էլ կարող է նպաստեն հետագայում ճիշտ քայլեր իրականացնելու համար եւ ճիշտ տեղ հասնելու համար։ Շատ կարճ, համապատրաստից ուղղակի։ Անչափ շնորհակալություն, պարոն Այկ, իսկապես շնորհակալություն շատ կարևոր եւ հետաքրքիր քննարկման համար։ Շնորհակալ եմ նաեւ ներկաներին եւ հուսանք, որ իսկապես այսպիսի քննարկումները շարունակական կլինեն եւ ավելի շատ ժամանակ կտրամադրվեն այսպիսի քննարկումների համար։ Շնորհակալություն։